Պատկերացնում եք Բաղդասար աղբար ներկայացման մեջ կին ամուսնուն դավաճան էր ոչ թե Կոստանդնուպոլսում, այլ հարավ-արևմտյան թաղամասում, Մալաթիա Սեբաստիայում։ Լևոն Շանթի ինկած Բերդի իշխանուհին պիեսում Վասիլ իշխանը գրավել ոչ թե Կիլիկիայի Բերդը, այլ Երևանի Բերդը։ Եվ վերջապես պատկերացրեք, որ Սունդուկյանի Պեպոն հայտնի Բարաթը կորցներ ոչ թե Թիֆլիսում, այլ 29743 կիլոմետրանոց սահմանազատված իրական Հայաստան։ Այս ամենը զավեշտ է թվում այսօր, բայց այն, որ վաղը սրանից ոչ պակաս զավեշտալի իրավիճակի կարող ենք բախվել, շատերն են համոզված։ Այն ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր եւ հոգեբանական նկարագիր, հաճախ հակոտնյա է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է իրական Հայաստանի չգոյություն կամ դիտում է իրական Հայաստան իբրև ժամանակավոր ու պարտադրված հանգրվան կամ առնվազն օտար է իրական Հայաստանի բովանդակությանը։ Սա ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հայեցակարգն է, որը կարող է դառնալ օրենք, եթե ընդունվի ազգային ժողովում։ Ըստ նախագծի հեղինակների Հայաստանի գեղագիտության ձևավորման կարևորագույն գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է խաղաղության բացակայությունը, որն էլ էապես ազդել է կենցաղային եւ բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա։ Էս դուք եթե հասկացել եք, ես նախանձում եմ ձեզ։ Դավաճանական դեկլարացիա։ Հանդեպ ինքդ քեզ։ Իմ համար այդ է։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում, ինչ են այս մարդիկ, ովքեր որ այս բանն արել, երրագույնի տակ այդ ամեն ինչը անում։ Դա առիթ է վաղ ինչ-որ բան թույլ չտալ մտցնել այս բելիբերդայի տակ, որովհետև օրինակ ինչ է, բացի արմատը։ Ցանկացած բան, օպերայից, չգիտեմ, կարող է բան կար, չէ, պողիկտոս կար, դա էլ իհարկե չի լինի։ Ալմաստը։ Հայեցակարգում գրված է. այս խնդիրն առաջացրել է ևս մի իրավիճակ, որն է ուրախության ու դրականի հանդեպ երբեմն կամահարական, երբեմն զգուշավոր վերաբերմունքը։ Նման իրավիճակում վիշտն ու տառապանքը դիտվում են իբրև ավելի վերամբարձ ու հետևաբար ներկայացման արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը։ Նախագծի հեղինակների համոզմամբ դա հանգեցրել է նրան, որ բեմական գեղագիտության մեջ ավելի գերակշռում են վիշտն ու ողբերգությունը։ Այսպիսով արդյոք 44-օրյա պատերազմի մասին ներկայացումները եւ Շեքսպիրի Ռոմեո եւ Ջուլիետը իրենց ողբերգական բովանդակությամբ պետական թատրոններում բեմադրելը արգելվելու է։ Ինչ է ստացվում, որ եթե պետական բեմ եք վարձակալում, նժդե չեք կարողանալու բեմադրել։ Նժդեհը վախենում են հրավիրել բոլոր բեմերը։ Տնօրենները դա իրաց ազդեցության տակ են։ Տնօրենները մի հատ բան խարան ունեն։ Խելոք չմնացիր հանում են գործից ու սա վախենում են։ Հա մատարած վախա, ընդ որում քստմնելի վախա, որտեղ վախենում են քստմնելի մարդկանցից։ Բայց այդուհանդերձ վախենում են իրենց պաշտոններից կարճացեն եւ նժդեհը առ այսօր ոչ ոք ռիսկ չի արել հրավիրել իր բեմ։ Հրաժարվել են այդ մարդուց։ Պատիվ, հոգուտ այսրանց։ Ես վաղուց եմ ասել, մեզ հետ կարեն այն, ինչ որ մենք թույլ կտանք։ Նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցողները պաշտոնապես սահմանված են, սակայն թե իրականում ովքեր են աշխատել, որ ֆիզիկական անձինք կամ որ ինստիտուտներն են աշխատել դրա վրա, առնվազն այս նախագծով հայտնի չէ, եւ դա ըստ էության էական էլ չէ, քանի որ դրա ձևակերպումները արդեն անկարևոր են դարձնում կոնկրետ հեղինակներին։ Եթե փորձ է արվում հայ ժողովրդի, հայ ազգի երկար տարիների քաղաքական, մշակութային, քաղաքագիտական պատկերացումները, ինչու ոչ սկզբունքները ձևախեղել, ոչ թե ձևափոխել, այլ ձևախեղել, ապա այստեղ արդեն անձերը կարևոր չեն, այլ այն վտանգավոր գաղափարը, որը տիրում է նրանց մոտ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արդեն շատերի կողմից արժանացել է պետական գրաքննություն բնորոշմանը։ Բայց արդյոք Հայաստանի սահմանադրությունը, մյուս օրենքները, Հայաստանի կողմից ստորագրված կոնվենցիաները թույլ են տալիս իշխող խմբակցությանը կերտել իրենց հաճո Հայաստան։ Այն նորմատիվ իրավական ակտի նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, խնդրահարույց է ոչ միայն դրանում առկա ձևակերպումներով պայմանավորված, այլև այն հեղինակների արտաբերած մտքերով եւ գաղափարներով, ովքեր ստեղծել են այդ նորմատիվ իրավական ակտի այս պահին առնվազն նախագիծը։ Ինչ ենք հասկանում ասելով իրական Հայաստան։ Միթե առայժմ մենք չենք ապրել իրական Հայաստանում, միթե այն հարկերը, որը մենք վճարել ենք իրական Հայաստանին չենք վճարել, այն բոլոր ձեռքբերումները, կորուստները, ողբերգությունները եւ ուրախությունները, որոնք տեղի են ունեցել, դրանք տեղի են ունեցել անիրական Հայաստանում, վիրտուալ Հայաստանում, եւ մոտեցումը արժեզրկելու Հայաստանի Հանրապետության ամբողջ գոյությունը, թե սովետական ժամանակաշրջանի, թե երրորդ հանրապետության սկզբի, թե առաջին հանրապետության
ինքնին նիհիլիստական է։ Շարունակում ենք Օրելյան իրականությանը մոտ իրական Հայաստանի վաղվա կանոնագրքի ուսումնասիրությունը, որ գաղափարները պետք է ընկած լինեն իրական Հայաստանի գեղագիտության հիմքում։ Խաղաղություն, հայրենիքի եւ պետության նույնացում հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով։ Արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային եւ պետական մակարդակներում։ Հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն եւ մասնակցություն, հանրային խոսույթում, արվեստում եւ մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն, բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի եւ հնարավորությունների ստեղծում, փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն։ Եվ ուրեմն փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն։ Արդյոք պետությունն է, որ պիտի հեռացնի բոլոր տաբուները եւ առասարակ արդյոք կարիք կա դրանք հեռացնելու։ Հիշում եք նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օրոք բեմադրված հայտնի ներկայացումը։ Խաղաղության գաղափարի որդեգրումն իբրև իրական Հայաստանի հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումն ապահովել հետագա շղթայում, արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների եւ քաղաքաշինական բովանդակության մեջ։ Դե ինչպես պիտի նորակառույց շենքերից խաղաղություն ճառագի, գիտեն միայն ԿԳՄՍ-ի այն աշխատակիցները, ովքեր հեղինակել են այս հայեցակարգը։ Հայեցակարգում նաև ընդգծված է, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։ Չէ, ձևակերպումներ սորոսական, գլոբալիստական, թշնամություն։ Նույնն ինչ որ սիրո եւ կապվածության։ Կարող եք դուք պետականորեն դա կարգավորել։ Կամ չգիտեմ, անձրևի եւ հորդանձրևի մեջ, կամ բանի զեփյուրի եւ մրրիկի մեջ։ Կարող եք այդ բաները անել։ Թատրոնի ներկայացուցիչների ներգրավությունը պետք է լիներ, ենթադրվում է։ Որևէ մեկը մասնակցել է հայեցակարգին։ Ես չգիտեմ, հաստատ մասնակցած կլինի սորոսական։ Ռուբեն, ինչ է, Թումանյանի թատրոնի։ Ռուբեն Բաբայան, բանդերում անպայման մասնակցած կլինեն։ Ու նրանք էլ հենց սա մշակած կլինեն, ու իրաց ստորագրությունը դրած կլինի։ Այդ սորոսական բրիգադը Վարդան Մկրտչյան հաստատ մասնակցած կլինի, Սունդուկյան 1,000,000% մասնակցած։ Չգիտեմ, ես բան չունեմ, փաստեր չունեմ, բայց հաստատ մասնակցած կլինի։ Եվ համաձայն կլինի էությամբ հայրենիք չունեցող, ոգեղենով Աստված չունեցող, այդ մարդիկ բոլորը սրա մեջ են։ Քանի որ հեղինակը փորձում է ստեղծել տպավորություն, որ ահա Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի 2018 թվականից, եւ որքան էլ նա պնդի, որ նպատակը հայ ազգին պետականամետ ազգ դարձնելն է, հայ ազգը մշտականապես եղել է պետականամետ, դրա մասին լավագույնս վկայում է հայոց պատմությունը, որտեղ թվարկված են բոլոր այն պետական կազմավորումները, այն պետությունները, որոնք ստեղծվել են հայ ազգի կողմից։ Իսկ գեղագիտական հայեցակարգը առավել մանրամասն, եթե խոսենք դրա մասին, ակնհայտ է, որ փորձ է արվում այժմ էլ Հայաստանի սիմվոլների վրայից հանել Արարատ լեռը եւ հայության մյուս այլ խորհրդանիշները, դա էլ արդեն պայմանավորված կլինի, թե մշտական պահանջ ներկայացնողը ինչ նոր պահանջներ կառաջադրի Հայաստանի Հանրապետությանը։ Փաստորեն այն մշակութային գործիչները, որոնք նոր հայեցակարգի շրջանակներից դուրս չեն գա, կկարողանան հեշտորեն վաճառել իրենց ստեղծագործությունները պետությանը, որոնք կբարձրանան բեմեր, կպտտվեն ֆեստիվալներում։ Իսկ նրանք, ովքեր կստեղծագործեն հին մոդելով, առնվազն չեն լինի պահանջված, եթե չդառնան վտարանդի։ Սա ոչ միայն կարծիքի արտահայտման սահմանափակում է, այլև ստեղծագործական ազատության սահմանափակում է, ընդ որում ես ողջամիտ եւ հիմնավոր կասկած ունեմ, որ նախագծի հեղինակները չեն տիրապետում իրավական այնպիսի բարձր ճշմարտություններին, թե ինչ օրինակ նորմատիվ իրավական ակտը, որովհետեւ նորմատիվ իրավական ակտը դա վարկագծի համապարտադիր կանոն է։ Պրոլետարիատի դիկտատուրա է, եւ այն առաջի տարիներն է ռեպրեսիաների 24-28 այդ թվականներն են, որտեղ որ Մայակովսկին ինքնասպան եղավ, որտեղ սկսել էր իշխանությանը դուր չգալ, մյուսը ինքնասպան։ Սա է ժամանակակից մի ասեք ես ամեն ինչի։ Ժամանակակից են Harley Davidson մոդելն է երևի թե, բայց ոչ այս իրականությունը ու այդ մարդիկ։ Եթե ընդունվի նման նորմատիվ իրավական ակտ, այն պարտադիր պետք է դառնա բոլոր այն անձանց համար, ում իրավահարաբերությունը, ում վերաբերող իրավահարաբերությունը այն կարգավորում է։ Մինչդեռ բերել, սահմանափակել կոնկրետ ժանրը, կոնկրետ տեսակը, կոնկրետ մշակութային գործունեության
նպատակը, դրսևորումը սահմանադրական առնվազն լրջագույն խնդիրներ կունենա, քանի դեռ չկա սահմանադրական դատարանի որոշում, իհարկե չի կարելի միանշանակ ասել, որ այն հակասում է սահմանադրությանը, սակայն նման արերևույթ կասկած արտահայտել իհարկե կարող է։ Զգայական փոփոխությունը ենթադրում է, որ կենսասիրությունն ու ուրախությունը պետք է ոչ պակաս ներկա լինեն բեմերում, քան տառապանքն ու վիշտը։ Սա նշանակում է խաղացանկերի, ցուցադրությունների եւ այլ մշակութային իրադարձությունների շեշտադրումների փոփոխություններ։ Արվեստագետը պետք է ազատ լինի, ու պետք է միշտ լինի բոլորին, այսինքն բոլոր տիպի իշխանությանը ինքը պետք է լինի օպոզիցիայի մեջ։ Նա չի կարող գոհ արվեստագետ, ես իմ երբ կհասնենք մենք նրան, որ իսկապես արվեստագետը արժանի կլինի հասարակությունն նրան, որ գոհ լինի։ Հիմա տեսեք, քանի հոգի է լինելու դժգոհ։ Ու դրանով դատեք դաշտի մասին, բայց ել եմ ասում, սա վախն է, այն ականջից որ փսփսում են, ապես ես սրած։ Բայց բանով գնում են կրթվում են, որը նորաձևա բան են անում, ինչ որ մասնակցում են, բան են անում։ Իրանց մարդկանց դրեցին ամենտեղ, հիմա ամենտեղ դալիճ չեն տա, ուղղակի դալիճը զբաղված է։ Եվ այդ պատրվակով դու տեղ չունես խաղալու։ Նժդեի խաղալու համար ասել ենք Նժդեի արձանի պատվանդանին ենք ուզում խաղալ, քաղաքապետարանը այնքան ձգձգեց, չպատասխանեց տենցել։ Իսկ կան աշխարհում նախադեպեր, երբ որ պետականորեն գեղագիտությունը փորձվել է ձևավորել մշակութային միջավայրերում։ Նման միջավայրերում այն փորձերը, որոնք ինձ հայտնի են, բոլորը վերաբերում են տոտալիտար համակարգերին, ամբողջատիրական, բռնապետական, ինչպես շատ է սիրում անվանել, այդ համակարգերին, որոնք ունեին պաշտոնական գաղափարախոսություն եւ պաշտոնական գաղափարախոսությունից որևէ շեղում դիտարկվում էր առնվազն հակաիրավական վարքագիծ։ Այժմ, երբ որ այս նախագիծը դառնա նորմատիվ իրավական ակտ, լինելու է լրիվ նույն իրավիճակը, այսինքն լինելու է պարտադիր վարքագծի կանոն, որից ցանկացած շեղում պետք է դիտարկվի որպես իրավախախտում։ Պետք է վերացվի սա եւ կառուցվի այն Հայաստանը, որը ոչ բոլորից սրտում է, ոչ միայն ԿՊ-ից, ընդհանրապես ԿՊ-ի սրտում չի, մեր սրտում է։ ԿՊ-ն դրանց անում է, ԿՊ չէ։ Այդ Հայաստանը պետք է կառուցվի։ Հիմա որ դուք թատրոնից հարցրեցիք, գիտեք, թատրոնի հարցի լուծումը առանց այսօրվա Հայաստանի հարցի լուծման, առանց Արցախի հարցի լուծման ինձ համար շատ որերորդական է։ Հայաստանի խնդիրը պիտի լուծվի, թե չէ թատրոնը այս Հայաստանում ինչ տրամադրությամբ պիտի արվի այս չափանիշներով։ Թե ինչ կստացվի այս ամենից դժվար չէ կռահել։ Նույնը հասկանում են նաև նախագծի հեղինակները, ովքեր հանձն են առել սահմանագծել մարդկային միտքն ու մտքի թռիչքը։ Մի բան է հստակ, եթե նախագիծը օրենք դառնա, իսկ օրենքը իրականություն, ապա իրական Հայաստանը կդառնա մեր ամենաանիրական չար երազը։